Առավոտյան 8:20-ին Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդները դեռ սուրճ էին խմում, երբ պայթեց առաջին ստատուսը, բառացիորեն այսպես. Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Սկզբում հերքման հոգեբանական պահն էր, շատերը պարզապես չեն հավատում, որ սա երկրի առաջին դեմքն է գրում, մեկնաբանություններում կարդում ենք, որ փնտրում են էջը կոտրող ստահակին։ Չեմ կարծում, որ սա վարչապետի էջն է, անցյալներում էլ Աննայի կողմից եղան անհավատալի գրություններ, պիտի ստուգել։ Վայ, մի հավատացեք, էջը կոտրել են, սա չի կարող Փաշինյանը գրել, մի քիչ խելքին մոտ պետք է մտածել։ Հետո վրա հասան վարչապետի հաջորդ կուսակրոնության ուխտը խախտող հոգևորականների մասին գրառումները ու մեկնաբանություններն այլ հուն մտան։ Ահա թե ուր է կորել դոգը, նրան պլաստիկ վիրահատություն են արել եւ փոխել մեր հզոր վարչապետի հետ։ Սա երկրի ղեկավարի գրառում է, այսօր ենք ասել։ Էդ որ 7 տարի դիմացավ, գիտեիք ճիշտը դա է։ Քաղաքական վեճը վերածվում է հրապարակային պղծության, երբ պետության պաշտոնական դեմքը խոսում է փողոցային բառապաշարով։ Այս է արդեն ուրիշ, այս է արդեն քո նմանա, թե չէ դրել ես պետություն, ինքնիշխանություն, ինչ որ դժվար տերմիններ ես ասում։ Մեկնաբանություններում պարբերաբար վերադառնում է հարցը, էս ինչ է, վստահ եք, որ ինքն է գրել, եւ այս հարցին հետևում են վարչապետի համակիրների հիմնավորումները։ Նա մեզանից մեկն է, նրա փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը, սովորական, հասարակ հայ։ Եվ կարևորը դա չէ, ինչպես է խոսում կամ դրսևորում իրեն, կարևորը, որ իր շնորհիվ Հայաստանս ճիշտ ուղու վրա է։ Անամոթ խուլիգանություն է սա, փողոցային բառապաշար, քննարկումներն այս աղմկոտ ստատուսի տակ դեռ շարունակվում են, թեպետ դրան այլ գրառումներ են հետևել։ Ավելին, վարչապետը տեսանյութեր է այսօր տեղադրել, որոնցում երեխաների հետ քաղցր հանդիպում է անցկացնում հայհոյախառն գրառումներից հետո։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների վատ հարաբերությունները երեկվանից վեր սկսեցին եռալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո, թե եկեղեցիներն ու նրանց տարածքները մաքուր չեն, պահեստի են վերածվել։ Սրանք կոշտ արձագանքող հոգևորականներ եղան։ Գուգարքի թեմի առաջնորդը Փաշինյանին երկրի գլխավոր ցավագար անվանեց։ Մայրաթորի դիվանապետը հեգնական գրառում էր տարածել։ Դրան էլ հետևեցին Սրբազանի ու քեռակնոջ վերաբերյալ Փաշինյանի հայհոյախառն գրառումը, եւս մի քանիսը հոգևոր վերնախավի կուսակրոնության կասկածի թեմայով եւ այս գործին հնդածս միացավ վարչապետի տիկինը։ Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ։ Չէ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Եթե մանկապղծության մասին եք խոսում, իրավապահներին դիմել եք, այս հարցն ուղղեցինք Աննա Հակոբյանի գրասենյակին, ասացին հարցերը միայն գրավոր։ Տիկնոջ գրասենյակ դեռ 10 օր առաջ ենք հարցում ուղարկել նրա վերջին շաբաթների վիրավորական գրառումների առիթով ու պատասխան դեռ չենք ստացել։ Հոգևորականներին ուղված գրառման մեջ Աննա Հակոբյանը կաթողիկոսին երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզ է անվանում ու հարցնում. Շվեյցարիայում ինչ եք անում, ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան, ում եք անհապաղ ազատում գերությունից, դուք գիտեք հոգևորն ինչ է, այ քեզ նորություն։ Վեհափառը Բեռնում միջազգային համաժողովի էր մասնակցում Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության թեմայով։ Այստեղ նա խոսել է նաև արցախցիների վերադարձի իրավունքի ու հայ գերիների ազատ արձակման հարցերի մասին։ Օրվա գլխավոր շոկը սակայն մնում է հայհոյական բառը հանրագրում տարածած Փաշինյանի գրառումը։ Այն այս պահին ավելի քան 6200 քաղաքացի է մեկնաբանել եւ սա Փաշինյանի էջում մի բացառիկ գրառում է, որի ներքո քաղաքացիները ավելի շատ զայրացել են, քան հավանել ու սրտիկել։ Հաշվարկը կարծում եմ, սխալ է գոնե այս փուլում։ Սխալ է, որտեղ մեր հանրությունը այս պահին գոնե հանրային դիրքում այս լեզվի օգտագործումը չի կարող համարել ընդունելի։ Ազգագրագետ Հրանուշ Խարատյանի կարծիքով, եթե Փաշինյանը կարծում էր, որ հայհոյախոսությամբ կարող է գրավել նոր համակիրների, ապա սխալվում է։ Նույնիսկ տանը հայհոյանք օգտագործողը հանրային դաշտում դա անընդունելի է համարում։ Ըստ Խարատյանի, Փաշինյանի այս բառապաշարը տագնապ է առաջացնում, որովհետև իշխանավորների խոսքը սովորաբար դրոշմ է թողնում։ Իշխանության լեզուն կարող է կողմնորոշիչ դառնալ մարդկանց համար, կարող է թափանցել հասարակություն եւ դառնալ
այնտեղ երակշռող։ Ազգագրագետի տպավորությամբ Փաշինյանը խոսում է իրեն հարազատ լեզվով։ Իդեպ Խարատյանը ոչ մի արտարոց բան չի տեսնում, եթե եկեղեցում իրեր կան։ Ասում է, պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ հենց եկեղեցին է ապաստան դարձել հայերի համար։ Աղմկոտ այսօրվա ընթացքում մայրաթորից որևէ պաշտոնական հայտարարություն չեղավ։ Էջմիածնի դիվանապետը մի գրառում արեց միայն ամփոփող ոճով։ Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ։ Կրթարշավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտարակման տպավորիչ արդյունքներով եւ պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ։ Իսկ առջևում կործանարար խորխորատն է, ուր կա լաց եւ ատամների կրճտոց։ Արշակ Սրբազանն այս գրառումը նաև վերնագրել է համառոտագրություն մահախոսականի